բայց այս զորահանդեսը տարբերվելու է նախորդներից, որովհետև ռազմական տեխնիկան հանրապետության հրապարակով անցնելու է եւ հանգրվանելու է Տիգրան Մեծի պողոտայում, որ նրանք, ովքեր մտքներով կանցնի իրանց տեսածը, հավատան իրանց տեսածին, թե չհավատան, մի հատ էլ հնարավորություն ունենան գնան երկրորդ անգամ նայեն։ Եթե դրանից հետո մի հատ էլ հեռանալուց հետո կասկած ընկնի մեջները, այնուամենայնիվ կարող է լավ չենք տեսել, երրորդ անգամ է վերադառնան եւ տեսնեն։ Ուսակապված է մի փաստի հետ, ես քաղաքացիներից մեկը, որ խոսեցի բանի մասին, զորահանդեսի, ասեց հա լավ գիտեմ դե ինչ է կանելու, ասում եմ ինչ են կանելու, ասում այսա մակետներ եք սարքելու ստից մտից, վերելու կամերաների դեմով վազացնեք, ոչ մեկ չհասկանա ինչ է կարել։ Այս խոսակցությունը շատ ծանր նստեց եւ մտածեցի այդ լուծումը գտա։ Իհարկե Ժորժ ջան, թույլ չեն կարա տանք որ շոշափեն մանավանդ երեխեքը կնոպկեքին սեղմեն, պատահաբար մեկ էլ մի հատ ռակետ թռնի դե արի հիմա դրա տակից դուրս արի։ Կներեք այդ մի բանը չեն կարա թույլ տանք, բայց ամբողջ օրը ձեր աչքի առաջ կլինի, որպեսզի տեսնեք, համոզվեք, ուրախանաք եւ գնաք քեֆ անեք տոնեք ձեր նոր բանակը, մեր նոր բանակը։